Սիրելի ունկնդիրներ, ես ուզում եմ ձեզ հայտնել, որ բացի այս ալիքից, որը վերաբերվում է քաղաքական հարցերին, ես սկսել եմ մեկ այլ նոր ալիք, որը ամբողջությամբ նվիրված է լինելու ճամփորդություններին, մշակույթին և պատմությանը։ Հաճախ ասում են ճամփորդելը միակ բանն է, որի վրա գումար ես ծախսում, բայց ինքդ ես հարստանում։ Եթե ուզում եք մի փոքրիկ ընդմիջում քաղաքականությունից, հանգիստ նստել նայել որևիցե այլ բան, որը միաժամանակ ուսուցանող է, հմայիչ, խաղաղեցնող, անպայման այցելեք իմ այս նոր ալիքը, որը որ ձեզ առաջարկում է պտույտ այս իրականության սահմաններից դուրս, քաղաքականությունից, լարվածությունից, այլ բարդություններից մի քիչ հանգստանալու և ուսումնասիրելու, սովորելու և բացահայտելու աշխարհի գանձերը։ Ես պատրաստվում եմ ստեղծել առանձին տեսանյութ յուրաքանչյուր վայրի մասին, բայց հոլովակների մեծամասնությունը որպես սկիզբ լինելու է միայն Հնդկաստանի մասին, որովհետև շատ են հոլովակները, շատ երկար եմ ճամփորդել այնտեղ, հավատացեք, շատ հոլովակներ ունեմ ձեզ ցույց տալու Հնդկաստանի վերաբերյալ։ Գուցե դուք երբեք չկարողանաք գնալ այնտեղ, կամ ցանկություն չունեք, կամ ժամանակ, հնարավորություն, բայց իմ տեսանկյունից կարող եք դիտել այդ վայրերը, իսկ եթե որոշեք գնալ որևիցե օր, որևիցե անգամ, արդեն կիմանաք, թե ինչն է ձեզ դուր գալիս, ինչը կցանկանայիք տեսնել, ինչը չէ, որը կխնայեր ձեր ժամանակը։ Այսինքն, այս տեսանյութերը ոչ միայն հաճելի են, այլև օգտակար։ Ես ուղևորվել եմ Հնդկաստան միայնակ, ինքնուրույն կազմակերպել իմ տրանսպորտը, լոջիստիկան, հոթելները, այն ցանկը, որ ինչ եմ ցանկանում դիտել յուրաքանչյուր վայրում, քաղաքում, նահանգում և այլն։ Ուզում եմ ձեզ փոխանցել այս ամենը, ինչ տեսել եմ, իմ իսկ նկարահանած հոլովակներով և ինքս եմ մոնտաժել դրանք և կներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Ճամփորդական տեսանյութերը միայն զվարճության համար չեն, նրանք շատ կարևոր են, նրանք ընդլայնում են աշխարհայացքը, հասկանում ենք այլ մշակույթների արժեքները, նաև ուսուցանում է պատմություն, լեգենդների, ճարտարապետության, հերոսների, դինաստիաների միջոցով, զարգացնում է մշակութային համեմատականը, տեսնում ենք ինչով են նման և տարբեր այլ ազգերը մեզնից, բացահայտում են մարդկանց ապրելու ձևերը, սովորում ենք հանդուրժողականություն, հարգանք, տարբերության հանդեպ, և նաև սա խորացնում է սեփական ինքնության ըմբռնումը, երբ մենք սկսում ենք համեմատել և արժևորել մեր ունեցածը։ Առաջին դրվագը, առաջին տեսահոլովակը, որը արդեն դրել եմ, դա վերաբերվում է Ամեր ամրոցին, Ջայպուր քաղաքում, Ռաջասթան նահանգում։ Այնտեղ դուք կլսեք Ջոդհա և Ակբարի սիրո լեգենդը, կլսեք քաջ ռաջպուտների պատմությունը։ Այս ամենը տեսնելու համար անգամ պետք չէ ճանապարհորդել, ես ամեն ինչ նկարահանել եմ շատ մանրակրկիտ, հուսով եմ այս նախագիծը ձեզ շատ դուր կգա, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակը, աջակցեք ինձ այս ուղևորության մեջ, շնորհակալություն բոլորիցդ, հղումը դեպի իմ ալիք կամ նոր տեսանյութ դուք կարող եք գտնել այս տեսանյութի տակ կոմենտում կամ էլ նկարագրության մեջ։ Նկարագրության մեջ կարող եք կոպի արել այդ էջի անունը ամբողջությամբ և դնել ձեր Google-ում սեղմել, ընկնել այնտեղ, իսկ եթե կոմենտներում լինի, դա կլինի լինկի հղման ձևով, որ կարող եք անմիջապես սեղմել
եւ միանգամից ընկնել այնտեղ։ Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։ Եվ սա նոր արկածի սկիզբն է։ Ես ցանկանում եմ, որ դուք նույնպես լինեք դրա մասնակիցը։ Կտեսնվենք այնտեղ։ Ստեսություն։